Այսօր մայիսի 1-ն է։ Գարունը մտնում է իր իրավունքների մեջ։ Ցանկանում եմ մի տեսանյութ նկարել, բայց շատ խոսել չեմ սիրում։ Առավոտյան, երբ արթնանում եմ, ես ինձ հարցնում եմ, ինչու իմ լավատեսությունը բախվեց կյանքի այս մեծ անարդարության հետ։ Ապրիլը տարավ որդուս, տարավ մեր շարունակությունը, տարավ որդուս ջահել կյանքը, տարավ իմ ու իմ որդու նման լուսավոր մարդկանց երկրային բերկրանք ունենալու իրավունքը։ Սգացող մարդու համար գարունն էլ մխիթարանք չէ։ Երբ ոչ մի բանի չեմ սպասում, ոչ աշխարհից, ոչ եղանակից, ոչ երկնքից, ոչինչ չեմ սպասում։ Առավոտյան արթնանում եմ ոչ թե սպասումով, այլ կյանքի ու ժամանակի իներցիայով։ Եվ առաջինը մի հարց է տանջում. Ինչու։ Իմ լավատեսությունը, իմ լույսը, ինչու բախվեց կյանքի այս անարդարությանը։ Կյանքն ինչու է այսպես անհամաչափ բաշխում, երբ իմ շրջապատի մարդիկ շահում են այս երկրային կյանքում, տոնում են իրենց հաջողությունները։ Իսկ ես բախվել եմ անհամաչափ դառը իրականությանը։ Ես չեմ չարացել, չեմ քարացել, չեմ կորցնում իմ մարդկայինը, բայց ափսոսանքը ինձ չի լքում։ Ինչու։ Միայն մի հարց է ինձ տանջում, ինչու։ Ընդունել, որ կյանքը, աշխարհը իր օբյեկտիվ իրականությունն ունի, որ շարժվում է իր օրենքներով։ Այսինքն ամեն ինչ ընդունել այնպես, ինչպես կա, առանց պատրանքների, առանց կեղծ հավատալիքների, առանց սպասման։ Ես այդպես էլ անում եմ։ Ուղիղ, սառը, թափանցիկ հայացքով նայում եմ դառը իրականությանը։ Ես արժանի չէի, բայց սա է իմ իրականությունը։